Հազարամյակների պատմություն ունեցող Էջմիածնի մայր տաճարը նախորդ դարերի ընթացքում անցել է հարձակումների, թալանի և բռնությունների միջով, բայց տոկուն կանգնած է նույն տեղում։ Պարսիկներ, թուրքեր, ռուսներ, յուրաքանչյուր հզոր ուժ փորձել է ջնջել հայերի հոգևոր կենտրոնը, բայց մայր տաճարը դիմադրել է ու պահպանել ինքնությունը։ Այսօր էլ կան փորձեր տաճարի նշանակությունն ու արժեքը ոչնչացնելու համար, բայց մայրաթորը շարունակում է դիմադրել։ Դարերի դիմադրություն Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Իմ թիկունքում աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարն է։ Սուրբ Էջմիածնի մայր տաճարը հիմնվել է Վաղարշապատում, Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում։ 1724-ամյա մայր տաճարը բազում ասպատակիչներ է տեսել, բայց այն շարունակում է մնալ կանգուն եւ շարունակում է լինել հայերի համախմբման տեղը։ Էջմիածնի մայր տաճարը քրիստոնյա աշխարհի ամենանշանակալից տաճարն է։ Նրա տեղում երբևէ կանգնած է եղել Անահիտ Աստվածուհուն նվիրված հեթանոսական տաճար, որի վրա էլ 4-րդ դարի սկզբին կառուցվեց մայր տաճարը, խորհրդանշելով քրիստոնեության հաղթանակը։ Մայր տաճարը միայն 17-րդ դարում է պարզպապատվել, երբ համեմատաբար խաղաղ է եղել Հայաստանը։ Մինչ այդ այն ենթարկվել է տարբեր հարձակումների։ Խորհրդային տարիներին տաճարի տարածքում գտնվող պատմական շենքերը ծառայել են բանակին, դրանք վերածվել են պահեստի, ինչի հետևանքով քայքայվել ու մաշվել էին։